Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը։ Չեմ կարող իր փոխարեն ասել, թե ինքը ինչի չի խոսում, բայց ես կարծում եմ, որ ինքը մտածում է, որ Փաշինյանի իշխանության օրոք ինքը ինչ էլ ասի, դա որևէ ձևով որևէ քննարկման չի արժանալու եւ որևէ խնդիր չլուծելու, կարծում դրա համար չի խոսում։ Ինչ եմ դա ասում, որովհետեւ տարբեր զինվորականներ ավելի ցածր օղակի, ու գլխավոր շտաբպետի օղակից եմ ասում ավելի ցածր օղակի, ում հետ ես խոսել եմ, ասում խի չեք խոսում, ինչի հանրությանը չեք ասում իրականությունը, մարդիկ խառնվել են, շփոթվել են, առաջ են բերվել իշխանության կողմից մարդիկ, ովքեր եկել են լրիվ այլ բան են ներկայացնում, քաղաքական ուղղորդումներ են անում եւ այլն։ Նրանց մեծամասնություն ճնշող ասում են, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մենք ինչ էլ ասենք, հա, կետանք կնստենք, էս կանենք կամ այն կանենք, բայց դա որևէ ձևով ոչ դատաիրավական համակարգի կողմից հաշվի կառնի, ոչ էլ առավել եւս բանի քաղաքական իշխանության եւ շատերը քանի որ այդ ձևի հիմնավորում են ներկայացնում, թե դա կարելի է հիմնավորում անվանել, ես կարծում եմ, որ միգուցե Օնիկ Գասպարյանի մոտ էլ է այդ մտադրությունը, բայց ես կարծում եմ, որ եւ ինքը եւ Ջալալ Հարությունյանը տիրապետում են այնպիսի տեղեկություններ, մի կողմ դնենք ռազմական բնույթի տեղեկությունները, որոնց հնչեցնումը քաղաքական եւ հանրային դաշտում կարող էր մեծ փոփոխությունների բերել։